Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1598-րդ օրն է։ Ձեզ համար շատ կարևոր եւ մոտիվացնող նորություններ ունենք, բայց քանի որ եթերը հեռարձակվում է անալիտիկա ալիքով, դուք հավանաբար արդեն կռահել եք, որ ռազմական նորություններից հետո ձեզ կներկայացնեմ մի շարք դատողություններ կարևոր թեմաների շուրջ։ Բացի ռազմաճակատից կխոսենք Հայաստանի դեմ Ռուսաստանի տնտեսական պատերազմի ռեալ պատկերի, Իրանում շարունակվող պատերազմում քրդական նրբերանգների մասին, կանդրադառնանք Փաշինյանի կողմից ցեղասպանության թեման չզինայնացնելու, չօգտագործելու որպես քաղաքական զենք թեմային, Թրամփի թրիփին եւ նրան, թե ինչպես է Արևմուտքը, մասնավորապես Ամերիկան Էրդողանի ռեժիմին ճնշած պահում, նա կարոտ կմպավատ կեհա, չնայած հրապարակային ջերմ հռետորաբանությանը Թրամփի Թուրքիայում, բայց կսկսենք ինչպես միշտ ռազմական նորություններից, վստահ եմ մեր տելեգրամյան ալիքի հետևորդները հետաքրքրությամբ հետևում էին Ուկրաինայի ռազմական հաջողություններին եւ այն բանին, թե ինչպես է Ռուսաստանը հարվածներ հասցնում ուկրաինական խաղաղ բնակիչների բնակելի շենքերին, եւ այսպես չորեքշաբթի երեկոյից նոր կարևոր հարվածներ են հասցվել ռուսական թիրախներին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը եւ ՍԲՈ-ն պաշտոնապես հաստատել են Ռուսաստանի խորը թիկունքում եւ Ազովի ծովում իրականացված նոր զանգվածային ջախջախման մանրամասները։ Ազովի ծովի կատաստրոֆան ռուսները երևի երկար կհիշեն։ Ուկրաինական դրոնները մեկ օրում խոցել են ռուսական միանգամից 14 նավ, 12 նավթային տանկեր եւ մեկական բեռնանավ եւ քարշակ։ Ընդհանուր առմամբ վերջին 4 օրում Ուկրաինան շարքից հանել է Պուտինյան ստվերային նավատորմի 35 նավ, ամբողջությամբ կտրելով Ղրիմի ծովային վառելիքի մատակարարումը։ Տվերի մարզում էր անհանգիստ, ուկրաինական սահմանից ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա ՍԲՈ-ի դրոնները պայթեցրել են Կրասնոյազարյա նավթաբազան, Ստավրոպոլի երկրամասի Վյազնիկիում էլ իրենց պայթյունը ունեին։ Դրոնների հարվածից հսկայական հրդեհ է բռնկվել ռազմավարական նավթաբազայում, կրակը հասել է տեխնոլոգիական ռեզերվուարներին, իշխանությունները շտապ տարհանել են հարակից շենքերի բնակիչներին։ Ռոստովի մարզի Բատայսկը նույնպես կրակի մեջ էր։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է Յուգ-Ռոսի խոշոր նավթային տերմինալի խոցումը, որը վառելիք էր մատակարարում Ռուսաստանի հարավային զորախմբին։ Օկուպացված Լուգանսկի մարզում էլ թշնամին հանգիստ չքնեց, Սարոկինեի շրջանում ոչնչացվել է ռուսական բանակի զինամթերքի հսկայական պահեստ, ինչն առաջացրել է ժամեր տևած դետոնացիա, բայց սա իհարկե ամենը չէ, քիչ անց կշարունակենք թեման նոր հարվածներով։ Իդեպ բավական ոգևորիչ կոմբինացիա խաղարկեցին ուկրաինական S-16-երը Patriot-ի հետ, թակարդը գցեցին ռուսական Su-35 կործանիչը։ Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերը արևելյան ուղղությամբ օդային մարտում ոչնչացրել են ռուսական Su-35 կործանիչը։ Թշնամու ինքնաթիռը հաջողությամբ հարձակման է ենթարկվել F-16-երի եւ Patriot համակարգի կողմից, ինչից հետո ընկել է ռազմաճակատի գծից 42 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինական դրոնների եւ հրթիռների համակարգված հարվածները շարքից հանել են Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների մինչև 45%, առաջացնելով վառելիքային խորը ճգնաժամ, ինչը սպառնում է տապալել բերքահավաքը եւ Ռուսաստանին կանգնեցնել գյուղատնտեսական աղետի առաջ։ Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանների, այդ թվում Օմսկի, Յարոսլավլի եւ Սարատովի համալիրների կանգառը լիովին քանդել է Մոսկվայի եւ կենտրոնական շրջանների վառելիքի մատակարարման համակարգը։ Forbes պարբերականի եւ տնտեսական փորձագետների վերլուծությունների համաձայն այս իրավիճակը Ռուսաստանին սպառնում է իրական պարենային ճգնաժամով եւ համակարգային սովով։ Դիզելային վառելիքի եւ բենզինի սուր դեֆիցիտը կաթվածահար է անում տեխնիկայի աշխատանքը դաշտերում, ինչի պատճառով բերքահավաքը վերածվում է իսկական գոյամարտի, իսկ տրանսպորտային լոգիստիկայի խափանումները թույլ չեն տալիս սննդամթերքը հասցնել քաղաքների խանութներ, որտեղ արդեն սկսել են դատարկվել դարակները։ Այս ամենի ֆոնին Financial Times-ը եւ Axios-ը արձանագրում են տեկտոնական տեղաշարժ միջազգային ասպարեզում Վլադիմիր Պուտինը սպառել է պատերազմ վարելու եւ ճգնաժամից դուրս գալու ռազմավարական տարբերակները, քանի որ արևմտյան պատժամիջոցների եւ տեխնոլոգիական փակուղու պատճառով Ռուսաստանը չի կարողանում վերանորոգել իր գործարանները եւ այս իրավիճակի հաղթահարման հավանականությունը հավասար է 0-ի։
Այս ռազմական եւ տնտեսական հաջողությունները փոխում են նաեւ Արևմուտքի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Ուկրաինան սկսել է հաղթել հյուծող պատերազմում, իսկ Դոնալդ Թրամփը բացահայտորեն փոխում է հռետորաբանությունը հօգուտ Կիևին կոշտ եւ անվերապահ աջակցություն ցուցաբերելուն։ Իդեպ Թրամփի որոշմամբ Իրանում նորից վերսկսվել է պատերազմը, լոգիստիկ կոլապս է ծավալվում, որը բացահայտում է իրանական իշխանությունների բացահայտ սուտը։ Թրամփի որոշմամբ ռազմական գործողությունների վերսկսումից հետո Ամերիկան ճշգրիտ հրթիռային հարվածներով ոչնչացրել է Գոլեստան նահանգի Աքթեքե Խան ռազմավարական երկաթուղային կամուրջը։ Այս հարվածը Պենտագոնի աղբյուրներին հղում անող Աքսիոսի համաձայն խափանել է Ռուսաստանի հետ առևտրային գլխավոր երթուղին։ Տեղի իշխանությունները փորձելով թաքցնել Ռուսաստանի հետ ռազմավարական բեռնափոխադրումների միջանցքի կորուստը հայտարարեցին, թե իբր պարզապես տեխնիկական պատճառներով կանգնել են Թեհրան-Մեշհեդ ուղևորատար գնացքները, սակայն սա ակնհայտ մանիպուլյացիա է, քանի որ դրանք միանգամայն տարբեր միմյանցից անկախ երկաթուղային գծեր են։ Իրականում ամերիկյան ավիացիան մեկ գիշերում ոչնչացրել է միանգամից 2 առանձին կամուրջ, զրոյացնելով թե Պուտինի հետ Իրանի կապը եւ թե ներքին տրանսպորտային կաթված առաջացնելով Իրանի ներսում։ Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց հունիսյան զինադադարի ընդմիջման մասին, ամերիկյան ավիացիան եւ հրթիռային համակարգերը սկսել են հարվածների նոր փուլ, ել ավելի հզոր ալիքը Իրանի ռազմավարական օբյեկտների ուղղությամբ է։ Այս անգամ թիրախ են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հիմնական ռազմական բազաները, բարձր ճշգրտության հարվածներ են արձանագրվել Կոնարակի նավահանգստային ենթակառուցվածքների եւ դրոնների բազաների, ինչպես նաեւ Բուշերի ատոմակայանի անմիջական հարևանությամբ գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ի պատասխան սրա, Իրանի հրթիռների եւ կամիկաձե դրոնների զանգվածային հարձակում է իրականացվել Քուվեյթում, Բահրեյնում եւ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների եւ օբյեկտների ուղղությամբ, ինչը հակամարտությունը վերջնականապես դուրս բերեց լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի մակարդակ նորից, չգիտեմ ինչ ընթացք կունենա, կամ այսպես բարբերաբար հարվածների փոխանակում կլինի, կամ միգուցե Թրամփը որոշի մի քանի օրում ի վերջո ծնկի բերել Իրանի ահաբեկչական այսպես կոչված ղեկավարությանը։ Անցած երեկո Իրանի ընդդիմադիր ալիքները հաղորդում էին նոր հարվածների մասին Բուշերում, Բանդեր Աբասում, Ախվազում, Չաբահարում, որը ինչպես գիտեք կարևոր նավահանգիստ է։ Ինչպես ասել եմ նախորդ եթերներում, այս ամերիկա-իրանական խմորը դեռ շատ ջուր կքաշի, այստեղ կարևորը այն է, որ մեր Հայաստանը մնա անվնաս։ Մինչ եթերը շարունակել է, խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնեք եւ լայքեք մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածեք սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է։ Անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ձեր աջակցության համար եւ մոտեցանք ռազմաճակատի թվերին։ Անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 551 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են եւս 2770 զինվոր եւ ավելի քան 4566 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմում ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,416,280 զինծառայող։ Հասանք մեր լսարանի կողմից մեր եթերների ամենասիրված մասին։ Հուլիսի 10-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածների նոր ալիք են հասցրել Ռուսաստանի ռազմավարական օբյեկտներին Ղրիմից մինչև Մոսկվա։ Ռոստովի մարզի Ազով քաղաքում դրոնները ոչնչացրել են Ազովի օպտիկա-մեխանիկական գործարանը, որն արտադրում է ռադիոլոկացիոն եւ բարձր ճշգրտության համակարգեր ռուսական բանակի համար, ինչպես նաեւ հրդեհել են 2 մեծ նավթաբազա։ Դագանռոգում խոցվել է ծովային նավահանգստի նավթային տերմինալը, իսկ Կրասնոդարի երկրամասում բարի դրոնները կրկին հարվածել են Իլսկիի նավթավերամշակման գործարանին, դադարեցնելով դրա աշխատանքը։ Բացի այդ դրոնների հարձակման պատճառով Մոսկվայում փակվել է Դամադեդովո օդանավակայանը, իսկ հրդեհի նշաններ են արձանագրվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանի շրջանում։ Դե օրերս ռուսները նորից գլուխ էին գովացել, թե իրենց հոպը անխոցելի է դարձրել Մոսկվան։ Այսպես նորից խոցելով Ռուսաստանի մայրաքաղաքը, մեր ուկրաինական բանակը ձեռքի հետ ծաղրեց այդ լեզվահզորներին։
Վստահ եմ, ձեզանից շատերը արդեն կադրերը տեսել են մեր Telegram-յան ալիքում, ովքեր դեռ չեն հասցրել կամ բաժանորդագրված չեն մեր Telegram-ին, QR կոդը ձեր էկրաններին է։ Հիշեցնեմ, որ բոլոր եթերների նկարագրության մեջ կա մեր Telegram-յան ալիքի հղումը եւ նաեւ մեկնաբանությունների ամենավերևում նորից կրկնում ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հերքել են Իրանի հայտարարությունները Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության մասին, ընդգծելով միջազգային ուժերի աշխատանքը նավագնացության անվտանգության ապահովման ուղղությամբ։ Դրան զուգահեռ Իսրայելը Ամերիկային փոխանցել է տվյալներ Իրանի կողմից Թրամփի սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ, ինչը վկայում է ազգային անվտանգությանը ուղղված ուղղակի սպառնալիքի մասին։ Սպասենք Թրամփի նոր ռեակցիային։ Ռուսական նավթավերամշակմանը հասցված ուկրաինական համակարգված հարվածները հանգեցրել են պատմական բեկման։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը դե-ֆակտո Ռուսաստանի դեմ կիրառել են պատմության մեջ ամենաարդյունավետ հեռահար պատժամիջոցները, որոնք ընդամենը ամիսների ընթացքում կաթվածահար արեցին ագրեսոր երկրի տնտեսությունը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ քանի դեռ միջազգային հանրությունը տարիներով համաձայնեցնում էր տնտեսական սահմանափակումները, ուկրաինական տեխնոլոգիական լուծումները Կրեմլին անդառնալի վնաս հասցրեցին։ Արևմտյան պատժամիջոցների անվերջանալի եւ հաճախ անարդյունավետ փաթեթների փոխարեն Ուկրաինան ստեղծել է ռուսական ռազմական մեքենա խեղդելու սեփական արդյունաբերական մեթոդը։ Ընդամենը մի քանի ամսում Ուկրաինայի պաշտպանության ուժերը սեփական հեռահար դրոնների օգնությամբ շարքից հանել են Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների մինչև 45%, անելով այն, ինչին համաշխարհային առաջնորդները չէին կարողանում հասնել տարիներ շարունակ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հայտարարել է, որ այս դիպուկ հարվածները դարձել են Կրեմլի դեմ ամենահզոր եւ արդարացի հեռահար պատժամիջոցները։ Ուկրաինան աշխարհին ակնառու կերպով ցույց տվեց, թե ինչպես կարելի է մի քանի ամսում զրոյացնել ագրեսորի եկամուտները, խուճապ առաջացնել Մոսկվայի բորսայում, տապալել բերքահավաքը Ռուսաստանի հարավում եւ առանց բենզինի թողնել նույնիսկ թշնամու մայրաքաղաքը։ Սա սկզբունքորեն նոր ռազմավարություն է, որը փոխում է խաղի կանոնները աշխարհաքաղաքական ասպարեզում։ Իդեպ հոյակապ լուր ունենք Ուկրաինայի նախագահից, հուսանք այդ լուրը մի օր կներառի նաև մեր հայրենիք Հայաստանի պաշտպանությունը։ Ուկրաինան գործարկում է սեփական հակաարտիլերային պաշտպանության Ֆրեյա համակարգի նախագիծը, որը կդառնա ամերիկյան Պետրիոտի ավելի էժան եւ զանգվածային արտադրության անալոգը բալիստիկ թիրախների խոցման համար։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այս նախագծի իրականացման շուրջ եվրոպական լիդերների եւ պաշտպանական ընկերությունների հետ առաջին հանդիպումը մոտ օրերս տեղի կունենա։ Բարձր տեխնոլոգիական բաղադրիչների արտադրության արագ գործարկման համար նախատեսվում է ներգրավել եվրոպական 8 պետությունների հզորությունները։ Ֆրեյան առայժմ ներկայացվում է զուտ ուկրաինական պրոյեկտ, բայց ինչպես գիտեք, կա հավակնություն այն դարձնել համաեվրոպական, հատկապես այն դեպքում, երբ 8 եվրոպական երկիր մասնակցում են համակարգի գործադրմանը։ Արդեն առիթ ունեցել եմ ասել, որ Հայաստանը համապատասխան քաղաքական քայլերի դեպքում նույնպես կարող է հավակնել լինել այս հովանոցի տակ հակաբալիստիկ։ Դրան զուգահեռ միջազգային գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինան կարևորագույն պայմանավորվածություններ է ձեռք բերել Փարիզի եւ Հռոմի հետ ֆրանս-իտալական Սամպծի կամ Մամբա զենիթաարտիլերային համալիրների լրացուցիչ մարտկոցների անհապաղ փոխանցման շուրջ, որոնք ունակ են արդյունավետորեն խոցել ռուսական բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռները։ Կուզեի անդրադառնալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական հակամարտությանը, երևի թե ավելի ճիշտ կլինի ասել ռուսական տնտեսական ագրեսիայի մասին Հայաստանի դեմ։ Մեր լսարանը գիտի, որ Մոսկվան խիստ սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի համար, արվածի տակ են հայտնվել կոնյակը, ձուկը, մրգերը եւ բանջարեղենը, բայց արդյոք Հայաստանը կկարողանա դիմակայել այս հարվածին Եվրոմիության օգնության շնորհիվ։ Փորձենք հասկանալ։ Ամեն ինչ իհարկե շատ ավելի բարդ է, քան թվում է շատերին։ Եկեք խոսենք թվերով։ Ռուսական այսպես կոչված տնտեսական պատժամիջոցներից Հայաստանի ուղղակի կորուստները գնահատվում են տնտեսագետների կողմից տարեկան 250-ից 260 միլիոն դոլար։ Փոքր տնտեսության համար սա լուրջ է, մինչև ՀՆԱ-ի 2%-ը։ Ամենավատ վիճակում հայտնվել են ֆերմերներն ու ձկնաբուծական տնտեսությունները, որոնք տասնամյակներ շարունակ իրենց արտադրանքի 95%-ից ավել վաճառել են Ռուսաստանում։ Մենք մեր ընկերների վերլուծաբանների հետ այս խնդիրներին մի քանի տարի անընդհատ անդրադարձել ենք պարբերաբար, բայց քանի որ հայկական լրատվական դաշտում կան նախկին կամ գործող դերասաններ, ովքեր ունեն լավ դրված ձայն, բայց չունեն համապատասխան գիտելիք, ունեն այլ գիտելիք, բայց ոչ տնտեսական կամ քաղաքական, բայց խոսում են ամեն ինչից, նրանք հուզիչ վերնագրերով շեղում են լսարանների ուշադրությունը ամեն տեսակ լուրերով, թե ով որտեղ փռեց ասֆալտին,
անտեսելով իրական թեմաները, որովհետև կոմպետենցիա չունեն, պարզապես YouTube-ը օգտագործում են օրինակ տաքսի քշելու փոխարեն փող աշխատելու որպես միջոց։ Դա իհարկե իրենց գործն է, բայց մենք էլ մեր կողմից պետք է ուշադրություն հրավիրենք նախ մամուլի ցածր որակի աշխատանքի մասին, երբ գնում են Փաշինյանի հետ հարցազրույցի, լուսաֆորի, սվետաֆորի գույներից են խոսում, իրական մարտահրավերները անտեսելով, չեմ կարծում, որ շատ լրագրողներ դա դիտավորյալ են անում, ոչ, պարզապես իրենք իրենց մյուս գոլեգաների արտացոլանքն են, որովհետև իրենք էլ նման լրատվական միջավայրում են կայացել։ Ճիշտ ասած, չեմ էլ հասկանում, թե փոքրիկ Հայաստանում ինչին են միտված շաբաթական երկու ասուլիսները Փաշինյանի, բայց դա իր գործն է։ Լավ կլիներ, որ այդ հարցազրույցների ժամանակ հնչեին կարևոր հարցեր, իրոք արդիական հարցեր եւ այդ հարցերին տրվեր խնդիրներ լուծվող պատասխաններ։ Սա պարզապես ցանկության կարգով ասացի։ Դե իսկ եթե նույնիսկ լրագրողների ճնշող մեծամասնությունը չի կարողանում որակ թելադրել, ինչ խոսենք YouTube-ի դերասանների կամ մնացած մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր որոշել են դառնալ կոմենտատորներ, վերադառնալով հայ-ռուսական տնտեսական պատերազմին, ասեմ, որ ամենախիստ սցենարի դեպքում, եթե հասնի ԵԱՏՄ-ից ամբողջական անջատմանը, Հայաստանում առաջանում է խնդիր մինչև 1.5 միլիարդ դոլարի արտահանման վերատեղավորման առումով, Եվրամիությունը անմիջապես օգնության ձեռք մեկնեց, հատկացրեց 52 միլիոն եվրոյի փաթեթ եւ զրոյացրեց մաքսատուրքերը հայկական ապրանքների 80%-ի համար, թվում է թե ելքը գտնված է, հարցը լուծված է, իրականում ոչ։ Եվրամիության ուղղակի գումարները ծածկում են տարեկան վնասների միայն 1/5 մասը, մոտ 20%-ը։ Այո, այդ գումարները կուղվեն ֆերմերների սուբսիդավորմանը հավանաբար, բայց գլոբալ առումով խնդիր չեն լուծում։ Իսկ այժմ ամենահետաքրքիրը, ինչի մասին հաճախ մոռանում են շատերը, պարզապես մաքսատուրքերը չեղարկելը դեռ չի նշանակում ավտոմատ կերպով սկսել ապրանք վաճառել Եվրոպայում։ Հայկական բիզնեսը բախվել է 3 խիստ պատերի։ Առաջինը լոգիստիկ փակուղին է դեպի Մոսկվա ուղիղ եւ տարիներով հասկանալի ճանապարհի փոխարեն այժմ պետք է բեռները տանել առաջին հայացքից բարդ ուղիներով, Սևծովյան լաստանավերով կամ Թուրքիայի տարանցմամբ։ Ժամկետները որոշ դեպքերում երկարել են, իսկ մեկ բեռնատարի գինը աճել է, երբեմն մի քանի հազար դոլարով։ Թարմ մրգերի համար սա դատավճիռ կարող է լինել, եթե փորձեն ուղղակի Ռուսաստանից թեքվել դեպի Եվրոպա։ Երկրորդը սանիտարական պատնեշն է, Եվրամիությունում որակի պահանջները տիեզերական են Ռուսաստանի հետ համեմատ, հնարավոր չէ պարզապես վերցնել հայկական իշխանձուկը, որը գնում էր Ռուսաստան եւ տանել Փարիզ։ Պետք է սերտիֆիկացնել ամեն ինչ, գերերից մինչև ջրամբարներ։ Դրա համար տարիներ կպահանջվեն։ Նույնիսկ կոնյակ բառը Եվրոպայում օգտագործելը գիտեք արգելված է, ստիպված են փոխել ամբողջ մարքեթինգը։ Երրորդը պայմանագրերի մշակույթն է, Ռուսաստանում հաճախ առևտուր են անում սփյուռքի կամ մեծածախ շուկաների միջոցով։ Եվրոպական ցանցերը պահանջում են խիստ պայմանագրեր, ապահովված ծավալներ ամբողջ տարին եւ տուգանում են ամենափոքր ուշացման համար։ Փոքր հայ ֆերմերները դրան պարզապես պատրաստ չեն։ Իսկ Եվրոմիության շուկայում նրանց սպասում են ուժեղ մրցակիցներ, օրինակ Իսպանիայից, Մարոկոյից, Իսրայելից, նույն Թուրքիայից։ Եվրոմիության օգնությունը կախարդական հապ չէ, այլ միայն անվտանգության բարձիկ եւ իրավական հնարավորությունների պատուհան։ Հայաստանի կառավարությունը այժմ փորձում է սուբսիդավորել լոգիստիկան եւ միավորել ֆերմերներին խոշոր հաբերում, բայց տնտեսական հրաշք մեկ օրում չի լինում, շուկայի իրական վերակողմնորոշումը կտևի 2-ից 5 տարի հետևողական աշխատանքի դեպքում, եւ այս անցումային շրջանը Հայաստանի տնտեսության համար ցավոք, բայց ցավոտ կարող է լինել, ինչի համար էինք մենք տարիներով խոսում, որ ցավոտ չլիներ, բայց բերին հասցրեցին մի իրավիճակի, որ ցավոտ կարող է լինել, բերին հասցրեցին ասելով ի նկատի ունեմ ոչ միայն իշխանություններին, այլ նաև ընդդիմությանը, որը բացարձակ ռուսամետ էր, ինչպես ասացի, լրատվական դաշտին, բայց այնպես չէ, որ սա զուտ հայկական երևույթ է, նույն բանը կար Ուկրաինայում, երբ մարդիկ մինչև պատերազմը սկսել է կամ նույնիսկ Ղրիմի կամ Դոնեցկի զավթումից հետո դեռ տարատեսակ նյութեր էին գրում վերլուծական, Ռուսաստանին համարելով դաշնակից կամ հնարավոր դաշնակից կամ նույնիսկ ֆանտաստիկ բաներ էին գրում, որ հնարավոր է խաղաղ ապրել Ռուսաստանի հետ, ունեն այն դեպքում, երբ Ռուսաստանը ուներ ամբիցիաներ Ուկրաինայի նկատմամբ, այնպես որ սա զուտ հայկական երևույթ չէ, բոլոր երկրներում էլ կան։ Հիմա էլ ես բազմիցս անդրադարձել եմ թեմաների, որ ուկրաինական հրթիռների շուրջ կան սպեկուլյացիաներ, ներսում եղած լրագրողները դրսից կերակրվելով փորձում էին հարվածել
ուկրաինական հրթիռների ռեպուտացիային։ Ինչով է, այս խնդիրները զուտ հայկական չեն, դրա համար մի փոքր շեղվեցի։ Եվրոպայից խոսեցինք, պարզ է, որ հեշտ չի լինելու, բայց կարևորը այն է, որ կա քաղաքական կամք եվրոպական կողմից օգնել Հայաստանին, նույնը վերաբերում էր ծաղիկների բորսայի բացմանը հայկական ապրանքի համար, բայց բացել է քիչ է, պետք է օգտվել իմանան մեր տնտեսվարողները այդ հնարավորություններից, իսկ դրա համար մասնագետների օգնություն է պետք, հուսամ, որ Եվրոմիությունը, որ խոստացել է մասնագետների խումբ ուղարկել Հայաստան, նաև այդ հարցով կօգնի Հայաստանին, բայց միայն Եվրոպայով չէ, արդարացի հարց կառաջանա, հում միայն Եվրոպան չի, այլ երկրներ էլ կան։ Պետք է ֆիքսենք, որ Հայաստանը մի իրավիճակում է, երբ բազում տնտեսվարներ մնացել են ռեալ տնտեսության հետ միայնակ, որտեղ ագրոսեկտորը պետք է զրոյից տեղավորել նոր շուկաներում։ Իհարկե կան լավ նորություններ, հայկական ելակը, մալինան եւ մոշը այժմ ինքնաթիռներով թռչում են Դուբայ եւ Ռիադ, որտեղ հայտնվում են թանկարժեք սուպերմարկետների դարակներին, Սինգապուր եւ Հոնկոնգ է արտահանվում փորձնական ծնեբեկ, լեռնային մեղր, չրեր եւ այլն։ Քուվեյթ, Քաթար է գնում հայկական աղբյուրի ջուրը, իսկ Չինաստանը փորձվում ուղարկել նույնիսկ գինիներ եւ կոնյակ, սա շատ լավ տենդենցիա է, բայց ինչպես ասացի, ամեն ինչ մեկ օրում չի լինի, հիմա փորձենք հասկանալ խնդիրների բնույթը։ Եկեք իրատես լինենք, ասիական շուկաները, որոնք իրոք շատ պերսպեկտիվ են, չեն կարող ցավոք արագ փոխարինել կորսված շուկաները, որpիսի Մերձավոր Արևելքն ու Ասիան ամբողջությամբ կլանեն հայկական գյուղմթերքի մասսայական ծավալները, կպահանջվի 3-ից 5 տարի։ Հիմա ձեր էկրաններին Ռուսաստանից կադրն է, թե ինչպես էր Ռուսաստանում վաճառվում եւ ինչի մենք պետք է անցում կատարենք, մեր հայրենիքը պետք է անցում կատարի, որpիսի բարձրագույն լիգայում խաղա այս ոլորտում։ Չնայած իհարկե Հայաստանը ունի բազում այլ արտադրանք, որով կարող է շատերին մրցակցություն ցուցադրել այլ ոլորտների բարձրագույն լիգաներում։ Հիմա թեման այլ ուղղությունների մասին է։ Առաջինը դա լոգիստիկ հարցն է։ Ինքնաթիռով կարելի է տանել 1 տոննա թանկարժեք ելակ կամ ծնեբեկ, բայց հազարավոր տոննաներով խնձորը, կաղամբը կամ էժան գինին օդանավով տեղափոխելը տնտեսապես անհնար է, ապրանքը կդառնա ոսկե։ Դրա համար պետք է կառուցել բարդ ծովային եւ ցամաքային ուղիներ, նույն Իրանի միջոցով, ինչը ժամանակ է պահանջում, իսկ թվում է շատերը անտեսում են նաեւ Թուրքիայի տարանցիկ դերի փաստը, նույնիսկ եթե Վրաստանով ապրանքները մտնեն Թուրքիա, միևնույնն է ճանապարհներ դեպի նույն Իրաք կան, եթե ոմանց համար, չգիտեմ, սա բացահայտում կլինի եւ Թուրքիան եւ Իրաքը մեծ առևտուր են իրականացնում, այս հարցերին Հայաստանի իշխանությունները կարող են անդրադառնալ, իրենք կարծես լավ հարաբերություններ են ուզում ստեղծել Թուրքիայի հետ։ Երկրորդը դա ճանաչելիությունն է, ասիական շուկան չգիտի թե ինչ է հայկական կոնյակը օրինակ, հիմնականում չգիտի, հա։ Չինացում կամ սինգապուրցուն այս համին սովորեցնելու համար միլիոնավոր դոլարների գովազդ եւ տարիների աշխատանք է պետք, այնինչ Ռուսաստանում օրինակ հայկական կոնյակ բրենդը ինքն իրեն վաճառվում էր, իմջալոց Ուկրաինայում էլ լավ վաճառվում։ Մենք գիտենք, որ հենց այս առումով, օրինակ գովազդի վրա ծախսերով հայկական տնտեսվարողները միշտ տարբերվում են այլ երկրների տնտեսվարողներից, հայ բիզնեսը աշխատում է ռեկլամի վրա շատ գումար չծախսել, բայց հուսամ տարիների ընթացքում այս մոտեցումը կփոխվի։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում մեր ջերմոցները ստիպված են գնի առումով դաժանորեն մրցակցել Իրանի, Հորդանանի եւ Եգիպտոսի հետ, որտեղ կլիմայի եւ էժան էներգակիրների պատճառով ինքնարժեքը շատ ավելի ցածր է, այնպես որ ասիական ու արաբական ուղղությունները մեծ պլյուս են եւ փրկություն պրեմիում ապրանքների համար, բայց մասսայական գյուղատնտեսության համար սա երկար ու դժվար ճանապարհ է, որի մասին լռում է ցավոք հայկական մեդիան կամ խոսում են շատ քչերը եւ նրանց ձայնը խլացվում է ինչ որ ասֆալտին փռոցիներով, հա։ Հիմա անցնենք անցումային փուլի այլ թեմաների, որոնցից օրինակ ցեղասպանության առումով նոր քաղաքականությունը իմ սրտով չի, բայց քանի որ Հայաստանի մեր հայրենակիցները իրենց ընտրությունով քաղաքականություն ձևավորելու հնարավորություն են տվել մի ուժի, ով այդպես է հարմար գտնում, ուրեմն անձնականը թողնում ենք ներսում եւ փորձում ենք մտածել ինչպես օգնել մեր երկրին, մեր հայրենիքին առանց դրսից մեր անձնականը թելադրելու, զուտ կիսվենք մեր փորձով, կքննարկենք մարտահրավերները եւ դրանք շրջանցելու տարբերակները, ավելի ճիշտ նոր քաղաքականություն ձևավորելու օրակարգը, քանի որ լինելով ծնունդից Հայաստանից չենք կարող անտարբեր լինել մեր հայրենիքին, մեր հայրենիքի շուրջ կատարվողին, ինչպես եւ անտարբեր չենք եղել որևիցե դեպքում նույն 16 թվականի ապրիլյան պատերազմի, թե 20 թվականի Արցախի երկրորդ պատերազմի մասին բազում անգամ անդրադարձել եմ, թե ինչպես են նույն ուկրաինահայերը օգնել հայրենիքին, եւ նույնը
վերաբերում է արցախցիների հայրենազրկման ժամանակ առաջիններից մեկը Ուկրաինայի հայերի միությունն է ձեռք մեկնել եւ շտաբ բացել Երևանում, որպեսզի այդ մարդկանց օգնեն։ Այս դեպքում միայն Ուկրաինայի հայերի մասին չի խոսքը, Սփյուռքը ձեռնպահ չի եղել։ Ես բազմիցս ասել եմ, որ մեր Սփյուռքը միշտ Հայաստանի կողքին է եղել, իսկ մեր փորձագետները կոնկրետ Ուկրաինայի դեպքում ամեն կերպ մեր եթերներից փորձել են աջակցած լինել կոմպետենտ վերլուծություններով, ուստի առանց էմոցիաների փորձենք հասկանալ, թե ինչ տարբերակներ ունի Հայաստանը ցեղասպանության հարցում քաղաքականություն փոխելու առումով։ Իդեպ խոսենք նաև Թրիփից, իհարկե Թրամփը Թուրքիայում Էրդողանին լավ խոստումներ տվեց, որը կարող է որոշ մարդիկ, ովքեր սպասարկում են ռուսական մեդիա օրակարգը Թրիփի դեմ օգտագործել, բայց ամերիկյան քաղաքականությունը շատ բարդ է, հատկապես Թրամփի օրոք, նա կարող է ասել մի բան, իսկ վաղը կանգնել այլ փաստի առաջ, իր հետ կանգնեցնելով փաստի առաջ նույն Էրդողանին։ Չնայած ինձ թվում է այդ հայտարարությունները արված են զուտ հարգանքի տպավորություն գեներացնելու համար, այնպես որ Թրամփի եւ Թուրքիայի հանդեպ քաղաքականության առումով ես իմ կարճ վերլուծությունը կներկայացնեմ առանց Թրամփի այդ նորագույն հայտարարությունների վրա ուշադրություն դարձնելու, զուտ փաստերով կխոսեմ, ինչը կա գետնի վրա, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ Թրամփը շատ հաճախ ասում է մի բան եւ անում այլ բան, ինչը մենք հիմա տեսնում ենք Իրանի հետ, նա ասում է եւ իբր պայմանավորվում է մի բանի մասին, բայց անում է այլ բան, անում է այն, ինչի մասին նույնպես մենք խոսել ենք երկար ժամանակ, հատուկ Իրանում պատերազմական գործողություններին չեմ անդրադառնում, որովհետև դա կրկնություն կլինի, բազմիցս ենք խոսել, ասել ենք ինչ է լինելու, չնայած որոշ դիվանային փորձագետներ Հայաստանում պնդում էին, որ Իրանը հաղթեց, չգիտեմ ինչ, հիմա անցնենք ցեղասպանության կեյսին, տեսնենք թե ինչ կարող է լինել եւ ինչպես հարմարեցնել նոր քաղաքականությունը։ Հիմա խոսենք այսօրվա Երևանի պաշտոնական քաղաքականության համատեքստից կապված հայոց ցեղասպանության հարցի հետ, որպես առիթ Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստը համարենք, չնայած Կնեսետը դեռ չի ճանաչել, բայց կառավարության ճանաչումը այն էլ միաձայն դա արդեն իսկ նոր օրակարգ է մերձավոր արևելքում, այն մարդիկ, ովքեր դա անվանում են կոնյունկտուրային որոշում, պետք է հասկանան, որ բոլոր երկրները հետապնդում են իրենց շահը եւ հայոց ցեղասպանության հարցը տարբեր երկրների արտաքին քաղաքականության մեջ ունի իր դերը։ Եթե հիմա որոշ մարդիկ անվանում են Իսրայելի ճանաչումը, կառավարության ճանաչումը առայժմ կոնյունկտուրային, ապա ինչու իրենք հարց չեն տալիս, իսկ արդյոք մինչև այսօր չճանաչելը նույնպես կոնյունկտուրային չէր։ Այնպես որ դա արգումենտ չէ։ Ինչպես Իսրայելի կառավարությունն էր ասել, երբեք ուշ չէ ճանաչել իրականությունը։ Մինչ վերլուծությունը ներկայացնելը նորից հիշեցնեմ, որ ես վանեցու թոռ եմ եւ ունեմ իմ անձնական դիրքորոշումը, որը մեղմվել չի կարող, բայց քանի որ անձնականը պետականի հետ չեմ խառնում, փորձեմ վերլուծել զուտ այսօրվա Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից, ի վերջո Հայաստանի անվտանգությունը բոլորիս հոգսն է, ուստի փորձեմ մի կողմ դնել իմ անձնական վերաբերմունքը եւ վերլուծենք, թե ինչի կարող է հանգեցնել այսօրվա Երևանի մարտավարությունը, ասեմ, որ վերլուծությունը իմ անձնական փորձի հետ է կապված եւ կոնտակտների արևմտյան մեր գործընկերների հետ, ինձ ավելի լավ ճանաչողները գիտեն, որ Ուկրաինայում հայ համայնքի հետ տասնամյակներ զբաղվել ենք նաև հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, ովքեր չգիտի, ասեմ, որ տեղական մակարդակներով, քաղաքային, շրջանային եւ մարզային մակարդակներով հայոց ցեղասպանությունը ճանաչված է նաև Ուկրաինայում, դեռ չի ճանաչվել Գերագույն խորհրդի կողմից, բայց քանի որ Ուկրաինան համաեվրոպական քաղաքական դաշտում է հանդես գալիս, իսկ Եվրոպայում գիտենք, որ հայոց ցեղասպանության հարցը վերջնականապես ճանաչված է եւ լուծված է համարվում այսօր։ Եվ այսպես սկսենք, Հայաստանի կառավարության ներկայիս արտաքին քաղաքականությունը միտված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը ենթադրում է նաև հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ակտիվ ճնշումների թուլացումը։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է տարածաշրջանային տնտեսական զարգացման եւ անվտանգության ապահովման համար նոր հնարավորություններ ստեղծելը։ Այդուհանդերձ նման մոտեցումը պարունակում է մի շարք ռազմավարական հակասություններ եւ ռիսկեր, որոնք կարող են էականորեն ազդել Հայաստանի ապագայի վրա, անվտանգության վրա, եւ մենք չենք կարող այս հարցերը անտեսել եւ չքննարկել։ Անտեսելը դա շատ վտանգավոր է, ուստի փորձենք հասկանանք ինչ զարգացումների հետ կարող ենք բախվել նման քաղաքականության արդյունքում։ Խոսքս Փաշինյանի կառավարության դիրքորոշման մասին է,
Առաջինը դա լծակների կորստի եւ միջազգային դիրքերի թուլացումն է։ Ցեղասպանության հարցի ակտիվ առաջխաղացումից հրաժարվելը հանգեցնում է նրան, որ Հայաստանը կորցնում է Անկարայի նկատմամբ քաղաքական ճնշման կարևորագույն լծակը։ Այս գործարքը ավանդաբար օգտագործվում է նաեւ Արևմուտքի կողմից Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները զսպելու համար։ Սեփական նախաձեռնությամբ այս օրակարգի սառեցումը կարող է նվազեցնել Հայաստանի քաղաքական կշիռն ու նշանակությունը միջազգային գործընկերների համար, ինչը կհանգեցնի արևմտյան երկրների կողմից ռազմական եւ քաղաքական աջակցության կրճատմանը։ Ոչ ոք իր հարցերը մի կողմ չի դնելու եւ մեր մասին չի մտածելու։ Մենք պետք է մեզանից գործոն ներկայացնենք։ Մակրոնի նախագահության ամիսները հաշված են, իսկ Ֆրանսիայի հաջորդ նախագահը որքան էլ պրոհայկական լինի, միևնույն է Մակրոնի ազդեցությունը ունենալ չի կարող, ուստի Երևանը մնում է միայնակ այս առումով։ Իհարկե միայնակ չէ, կա հայկական սփյուռքը, բայց սփյուռքի հետ պետք է ընդհանուր լեզու գտնվի։ Խոսքը գնում է ազդեցության գոտիների վերադասավորման եւ նոր կախվածությունների մասին, ինչին կարող է հանգեցնել այսօրվա Երևանի դիրքորոշումը արևմտյան ներկայության եւ հետաքրքրվածության թուլացման պարագայում օբյեկտիվորեն մեծանում է Հայաստանի անվտանգային կախվածությունը տարածաշրջանի այլ խաղացողներից։ Նախ ռուսական գործոնից խոսանք, այլընտրանքների բացակայության դեպքում մեծանում է կախվածությունը Ռուսաստանից, ավելի ճիշտ շարունակվում է կախվածությունը Ռուսաստանից, որն ունի իր սեփական աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում, ինչը հիմնականում չի համընկնում Երևանի շահերի հետ։ Երկրորդը դա թուրքական ճնշումն է, եթե հարաբերությունների կարգավորումը ընթանա միակողմանի զիջումների տրամաբանությամբ եւ չամրապնդվի անվտանգային եւ պատմական արդարության հստակ երաշխիքներով, Անկարայի կողմից ճնշումների եւ պահանջների մեծացման հավակնությունը կտրուկ կաճի, բացասական սցենարի դեպքում Հայաստանը ռիսկ ունի կորցնելու իր ինքնուրույնությունը, հայտնվելով ռուսական կամ թուրքական ազդեցության գոտիների բախման կամ համաձայնությունների կետում։ Մի բան է հուսադրում, որ այսօրվա Էրդողանի Թուրքիան այնքան նոր խնդիրներ ունի, որ դժվար թե կարողանա կենտրոնանալ Հայաստանի վրա, առանձնացնեմ դաշնակցության հարաբերությունների համատեքստը Հունաստանի եւ Իսրայելի օրինակով, Արևմուտքի եւ Թուրքիայի հարաբերությունները ունեն յուրահատուկ բնույթ, որոնք հիմնված են ոչ միայն գործընկերության, այլև Թուրքիայի նկատմամբ խիստ վերահսկողության եւ զսպման վրա, քանի որ Անկարայի քաղաքականությունը հաճախ հակասում է Արևմուտքի շահերին, ինչպես է ասացվածքի մեջ ասվում, բարեկամներին մոտ պահիր, իսկ թշնամիներին ավելի մոտ, սա հենց Արևմուտքի քաղաքականությունն է Թուրքիայի հանդեպ, ինչը Ռուսաստանից փորձում են ներկայացնել այլ կերպ, իբր թե Թուրքիան Արևմուտքի մաս է, ոչ, դա այդպես չէ, մասնագետները կարող են փաստել, այսօրվա Երևանի քաղաքականությունը այս առումով խիստ տարբերվում է Արևմուտքի եւ Հունաստանի կամ Իսրայելի հարաբերություններից, վերջիններս իրենց հետևողական կանխատեսելի եւ սկզբունքային քաղաքականությամբ ամրապնդել են Արևմուտքի առանցքային եւ հուսալի դաշնակիցների կարգավիճակը տարածաշրջանում, մինչդեռ Հայաստանը փոխելով իր երկարամյա դիրքորոշումները վտանգում է կորցնել միջազգային հարթակներում մանևրելու իր հնարավորությունները։ Եվ որպես եզրակացություն Թուրքիայի հետ հարաբերությունների մեղմացման ուղղված քաղաքականությունը ի հաշիվ ազգային առաջնահերթությունների նվազեցման ստեղծում է նոր խիստ ռիսկային իրողություններ, արդյունքում երկիրը կարող է կանգնել դաշնակցային աջակցության կորստի, տարածաշրջանային ինքնիշխանության սպառնալիքի եւ արտաքին ուժերից բացարձակ կախվածության մեծացման փաստի առջև։ Կուզեի օրինակ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ այդ սանկցիաների կիրառման առումով ասել, որ երբ որոշ մարդիկ ներկայացնում էին, որ որպես այլընտրանք կարող է լինել Թուրքիան, մենք տեսնում ենք, որ Թուրքիան սահմանը չի բացել եւ ոչ մի մեղմում Հայաստանի հանդեպ դեռ չկա, բացի խոսակցություններից, երբ որ կլինի կֆիքսենք, իսկ Հայաստանը միևնույն է կարողանում է ալտերնատիվ շուկաներ գտնել առանց Թուրքիայի սահմանի բացվելու։ Նույն հենց Ուկրաինայի օրինակով ասել են, որ ուկրաինական բեռնատարները, ովքեր ունեն արտոնություններ Թուրքիայի եւ Եվրոմիության տարածքում աշխատելու, հանգիստ հայկական արտադրանքը հանում են եւ Եվրոպա եւ Ուկրաինա, բայց որքան հասկանում եմ հիմա Հայաստանից լավ աշխատում են նաեւ մեր գործարարները մերձավոր արևելքի այլ շուկաների ուղղությամբ, ինչպես նաեւ հեռավոր արևելքի ուղղությամբ, ինչը չի կարող չուրախացնել, այնպես որ եթե որոշ մարդիկ մտածում էին, որ Ռուսաստանից կտրվելու համար անպայման պետք է Թուրքիայի սահմանը բացվել եւ դրա համար ինչ որ զիջումների գնալ, ակնհայտ տեսնում ենք, որ նրանք սխալվել են։ Հայաստանը պետք է իր շահը առաջ տանի եւ իհարկե պետք է Թուրքիայից պահանջել սահմանը բացելու, բայց դա բալասան չէ, ես բազմիցս այդ թեմային անդրադարձել եմ։ Բոլոր սահմանները պետք է բաց լինեն, բայց երբեք
մի սահմանի բացման համար չպետք է անտեսենք մեր շահերը։ Խոսքը սրա մասին է, եւ փաստացի օրինակը հիմա տեսնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանը փակ է, Ռուսաստանի սանկցիաները կան, բայց այնպես չէ, որ Հայաստանի տնտեսությունը փլուզվել է։ Բացի քննադատությունից ասենք, որ նաև այսօրվա իշխանությունը կարողացել է իր գործառույթների շնորհիվ պահպանել տնտեսական կայունությունը, ինչը չեն կարող չտեսնել եւ գովելի է, հատկապես գովելի է բենզինի առումով, որ մենք տեսնում ենք Ռուսաստանից կախված շատ երկրներ հիմա խորը ճգնաժամի մեջ են, իսկ Հայաստանը փառք Աստծո ճգնաժամ չունի։ Հա գները տարբեր երկրներում են բարձրացել, բայց կարևորը բենզինի արկայությունն է։ Հուսանք, որ այդպես էլ կշարունակվեն քայլերը։ Մենք, ինչպես գիտեք, Հայաստանի շահի կողմից ենք, եթե կա գովելու բան գովում ենք, եթե կա քննադատություն ենք հնչեցնում, ինչից ելնելով հուսանք իշխանությունները իրենց քայլերում կառաջնորդվեն։ Բայց որpիսի Աստվածած չթվա ուլտիմատիվ, քանի որ ամեն իրավիճակից էլ ելք կա, կառաջարկեի քննարկել ուղղություններ, որոնք Երևանը կարող է իր կողմից առաջարկել Արևմուտքին, եւ այսպես Հայաստանը կարող է Արևմուտքին առաջարկել հետեւյալ կարևոր եւ իրական ռեսուրսները։ Առաջինը իմ կարծիքով տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովումն է, որը կարևորագույն նշանակություն կարող է ունենալ Արևմուտքի համար, ինչը Երևանը կարող է օգտագործել։ Հայաստանը կարող է պարտավորվել պահպանել հարաբերական խաղաղություն եւ կայունություն իր տարածաշրջանում, ինչը շատ է գնահատվում Արևմուտքում։ Անվտանգության ոլորտում համագործակցությունը երևի թե ամենակարևոր ուղղություններից է, ահաբեկչության, անօրինական միգրացիայի եւ այլ սպառնալիքների դեմ համատեղ պայքարը նույնպես Արևմուտքում անպայման արձագանք կգտնի, տեխնոլոգիական եւ թվային ոլորտի համագործակցության ուղղությունը նույնպես շատ կարևոր է եւ մենք տեսնում ենք, որ այդ ուղղությունը արդեն սկսել է աշխատել։ Հայաստանում զարգացող IT ոլորտը եւ նորարարությունները կարող են դառնալ համագործակցության ամուր հարթակ, ինչը կփոխի Հայաստանի դերը, բնապահպանական եւ վերականգնվող էներգիայի նախագծերը նույնպես շատ կարեւոր են երկուստեք, համատեղ աշխատանք շրջակա միջավայրի պահպանության եւ կանաչ էներգիայի զարգացման ուղղությամբ Հայաստանը կարող է տանել թե եվրոպական երկրների հետ, թե Ասիայի առաջադեմ երկրների եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նշված բոլոր ուղղություններն էլ կոլեկտիվ արևմուտքի մեջ են այս պահին։ Հանքարդյունաբերության ոլորտում բացառիկ ռեսուրսների առկայության օգտագործումը նույնպես կարևոր ուղղություն է։ Հայաստանի հանքային պաշարները, այդ թվում հազվագյուտ հանքանյութերը եւ արժեքավոր մետաղները կարող են ծառայել որպես կարևոր ռազմավարական ակտիվ, ոչ թե Ռուսաստանի պես անխնա չարաշահումներ, այլ բնապահպանական բոլոր նորմերը պահպանելով նույնպես կարելի է հազվագյուտ մետաղներ արդյունահանել։ Հիմա հազվագյուտ մետաղները արդեն մրցակցում են նավթային ոլորտի հետ իրենց կարևորությամբ։ Եվս մեկ բացառիկ հնարավորություն, որը մինչ այսօր ցավոք անտեսվում է, դա Սփյուռքի ռեսուրսների համատեղացնումը, եթե Փաշինյանը վերանայի իր վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ եւ կարողանա վերականգնել գոնե մի մասի վստահությունը, Սփյուռքը կարող է դառնալ հավելյալ կարևոր ռեսուրս, շատերը կերազեին ունենալ հայկական Սփյուռքի պես կարողություն, դա իրոք կարողություն է, ինձ թվում է պետք չէ պարիսպներ ստեղծել Սփյուռքի եւ Հայաստանի միջև, հատկապես Հայաստանից արտագաղթած մարդիկ, ինչպես մենք այսօր տեսնում ենք, որ հիմնականում ձեռք են մեկնում Հայաստանին, որպիսի արտահանումը աշխուժանա Ռուսաստանի սանկցիաների ֆոնին, դրանք հենց Հայաստանի ծնունդով մարդիկ են արևմուտքում ապրող, նույնպես Ուկրաինայի օրինակով։ Սփյուռքը բազմաշերտ է եւ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն իրենց փորձը, հնարավորությունները Հայաստանի հետ զարգացնել հանուն մեր հայրենիքի ամրության, այնպես որ այս թեմայի վրա ես կառաջարկեի ավելի շատ ուշադրություն դարձնել։ Իմ կարծիքով եղած իրավիճակը անբավարար է։ Ես որպես արտերկրում ապրող քաղտեխնոլոգ բարձրացնում եմ ակտուալ թեմաները եւ ներկայացնում եմ լուծման տարբերակներ։ Ես կամ մեր թիմի որևէ փորձագետ չի պնդում, որ Հայաստանը պետք է անի այս կամ այն բանը, գործելու որոշումը միայն Հայաստանում ապրող մեր հայրենակիցների գործն է։ Մենք պարզապես մեր պրոֆեսիոնալ փորձի հիման վրա թեմաներ ենք բարձրացնում օգնելու համար, բայց ոչ թե ասելու, թե ինչպես պետք է ապրի մեր հայրենակիցը Հայաստանում։ Միևնույն է, ինչպես ասացի, որոշում ընդունողը Հայաստանի մեր հայրենակիցներն են եւ Հայաստանի իշխանությունը, բայց մենք որպես Հայաստանում ծնված մարդիկ եւ մեր կյանքից մի քանի տասնամյակ Հայաստանի շահերը պաշտպանած չենք կարող հանգիստ նայել եւ մեր փորձով չկիսվել կամ ակտուալ հարցեր չբարձրացնել։ Այսպիսով ձեզ ներկայացրեցի
եւ վտանգները եւ լուծման տարբերակները հուսով եմ օգտակար կլինի համապատասխան մարմիններին, իսկ մենք հերթական անգամ նշեմ, որ միշտ պատրաստ ենք օգնելու։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնել եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է, անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրից ձեր աջակցության համար։ Իդեպ Իրանի մասով նշեմ, որ երբ իրանական ժողովուրդը ազատագրվի, իսկ այդ process-ը գնում է արդեն, ուզեն ռուսամետները թե ոչ, ապա Իրանը ավելի մոտ կլինի նույն Իսրայելին, քան մյուս հարևաններին։ Իրանական ժողովուրդը հիշում է Իսրայելի հետ սերտ հարաբերությունների մասին, մինչև հեղափոխությունը, այնպես որ ռուսական գործակալները, որոնք շարունակում են հակասեմություն սերմանել, փորձելով թույլ չտալ հայ-իսրայելական հարաբերությունների վերադարձը բնական հուն, ի վերջո ավելի ծիծաղելի դրության մեջ կհայտնվեն։ Իդեպ օրերս քրդական քաղաքական գործիչ Ռևար Ավդանանը մեղադրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Արևելյան Քրդաստանում, որն Իրանում է, բռնության սրման եւ իրավիճակի ապակայունացման մեջ քրդական խմբավորումների դեմ ուղղված ռազմական գործողությունների պատճառով։ Իրավիճակը բնութագրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ քրդական ուժերի միջև պարբերական բախումներով, ինչը հանգեցնում է տեղի բնակչության բողոքներին։ Սա օրինակ է, թե ինչպես է Իրանի այսպես կոչված ղեկավարությունը իշխանությունը փորձում պահել բռնաճնշումների միջոցով, եւ եթե քրդերը ինչ-որ մակարդակի զորամիավորումներ ունեն իրենց անվտանգությունը պահպանելու փորձելու համար, Իրանի ռեժիմից տուժված հենց իրանցի ժողովուրդը դեռ ինքնապաշտպանական ջոկատներ չունի, բայց քանի գնա վիճակը Իրանում վատանալու է, չեն կարող ինքնակոչ իսլամական կորպուսի իշխանազավթները երկար երկիրը այսպես ղեկավարել, բայց դա Իրանի խնդիրներն են, մենք կհետևենք այնտեղ զարգացումներին։ Կուզեի խոսել նաեւ թրիփի մասին, քանի որ զարգացումներ կան, ինչպես եւ կանխատեսվել էր։ Այսպիսի նկար դնենք, որպեսզի մի քիչ ավելի պարզ լինի, թե ինչ հարցեր է լուծում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Թրիփի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական շահերի բախման մասին խոսենք։ Ամերիկան օգտագործելով թրիփը ակնհայտորեն ձգտում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Թրամփի մասնակցությունը նախագծին եւ ամերիկյան քաղաքական եւ գործարար շրջանակների ակտիվ ներգրավվածությունը վկայում են Եվրոպան եւ Ասիան միացնող հիմնական տրանսպորտային միջանցքները վերահսկելու Ամերիկայի մտադրության մասին։ Ամերիկայի քաղաքական հաջողությունը ֆիքսված է կոնկրետ քայլով Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամ ավելի ճիշտ նախակնքված պայմանավորվածություններով։ Ամերիկան զգալի առաջընթաց է գրանցել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման գործում, ինչը նրանց թույլ է տալիս ազդել տարածաշրջանային գործընթացների վրա եւ սահմանափակել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Չինաստանի ազդեցությունը։ Տնտեսական գործիքների կիրառումը սա Վաշինգտոնի կողմից ռիսկերի կառավարում է դարձել նաև։ Ամերիկան ակտիվորեն կիրառում է տնտեսական լծակներ, ներառյալ ֆինանսական հաստատությունները եւ գործարար շրջանակները սեփական շահերին ձեռնտու պայմաններ ձևավորելու համար։ Անդրադառնանք Ադրբեջանի համար տնտեսական մարտահրավերներին։ Ադրբեջանը, չնայած Ամերիկայի քաղաքական աջակցությանը, բախվում է լուրջ տնտեսական դժվարությունների, որոնք խոչընդոտում են այնպիսի լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ինչպիսին է օրինակ թրիփը։ Ադրբեջանին շտապ ինվեստիցիաներ են պետք, որպեսզի կարողանա իր նավթագազային ոլորտում շարունակի շահույթ ստանալ, բայց ինվեստիցիաներ Բաքվին չի հաջողվում ներգրավել։ Վերադառնալով թրիփին, ասեմ, որ այսօր թրիփի մասով կա անբավարար տնտեսական հիմնավորում Բաքվի կողմից։ Ամերիկյան գործարար կառույցները եւ բանկերը նախագծի տնտեսական հենքը համարում են անբավարար, ինչը նվազեցնում է ներդրումային գրավչությունը եւ սահմանափակում թրիփի ֆինանսավորումը։ Այդ իսկ պատճառով Բաքուն փորձում է բանակցությունները ձգձգելով նոր հիմնավորումներ գտնել կամ գոնե թեքել արևմուտքի ուշադրությունը դեպի միջին միջանցք։ Հիմա կարծես փողզիջումների որոնման փուլ է։ Նման պայմաններում Ադրբեջանը ստիպված է ֆինանսավորում փնտրել գոնե հենց միջին միջանցքի համար տրանսպորտային երթուղային հատվածի, որը կարող է իրականացվել ավելի քիչ ծախսերով եւ ռիսկերով, եւ եթե կարծես թե միջին միջանցքը տնտեսական առումով երկրորդ պլան է մղում թրիփի նախագիծը, միևնույն է քաղաքական կոնտեքստում Բաքուն աշխատելու է առաջ տանել
ընդունել երկու ուղղություններն էլ։ Թրիփի փոխարեն Բաքուն իրականացնում է Նախիջևանի հետ կապի այլ ուղի, որը եւ կար վաղուց, դա Իրանի տարածքով ճանապարհի մասին է, բայց այստեղ էլ Բաքուն մեծ մանևրի տեղ չունի, որովհետեւ Վաշինգտոնը ցանկանում է վերահսկել իրավիճակը տրանզիտի հետ կապված, իսկ վերահսկման համար կա Թրիփ նախագիծը։ Խոսենք մյուս խաղացողների ամբիցիաների մասին։ Թուրքիան եւ Չինաստանը Հարավային Կովկասը ավանդաբար դիտարկում են որպես կարևոր տարածաշրջան տնտեսական եւ քաղաքական նախագծերի միջոցով սեփական ազդեցությունը ընդլայնելու համար։ Այդ իսկ պատճառով Թուրքիայում դեռ շարունակվում է խոսույթը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, եւ այստեղ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավորությունների սահմանափակում։ Թրամփի մասնակցություն եւ ամերիկյան ազդեցության ուժեղացումը Թրիփի միջոցով սահմանափակում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավորությունները օգտագործելու չինական ներդրումներն ու տնտեսական մեխանիզմները սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ Հիմա գնում է մրցակցություն ազդեցության համար։ Այդ իսկ պատճառով ուշադիր եղեք Հայաստանում հակաթրիփական, եթե կարելի է այդպես ասել, տրամադրություններ տարածողների հայտարարություններին, եւ եթե մի փոքր ուշադիր լինենք, պարզ կերևա, թե ում շահերն են նրանք պաշտպանում կեղծ հայրենասիրական լոզունգների տակ։ Դա կամ Ռուսաստանն է, կամ Չինաստանը, կամ Թուրքիան։ Իհարկե այստեղ կա նաև Իրանի այսօրվա իշխանության ֆակտորը, բայց դա ժամանակավոր է եւ համեմատած մյուսների հանդեպ բավական թույլ։ Թրամփի քաղաքական կողպեքը Թրիփի միջոցով լարվածություն եւ մրցակցություն է ստեղծում խոշոր խաղացողների միջև, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության։ Ավելի ճիշտ արդեն սկսվել է Ամերիկայի ամրացման process-ը, հա։ Փորձենք հասկանալ հետևանքները տարածաշրջանային կայունության եւ զարգացման համար։ Առաջինը դա ճնշումն է Ադրբեջանի վրա։ Ամերիկայի եւ արևմտյան ֆինանսական կառույցների կողմից տնտեսական սահմանափակումներն ու քաղաքական ճնշումները ստիպում են Ադրբեջանին հարմարեցնել իր ռազմավարությունները եւ փնտրել զարգացման նոր ուղիներ, ինչը ստեղծում է ռիսկեր Թուրքիայի եւ Չինաստանի համար։ Տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Չինաստանի ազդեցության նվազումը կարող է հանգեցնել վերջիններիս արտաքին քաղաքական եւ տնտեսական ռազմավարության վերանայմանը։ Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդումը նոր հնարավորություններ է բացում Ամերիկայի համար վերահսկելու տրանսպորտային միջանցքները եւ զսպելու մրցակիցներին։ Թրիփ նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում աշխարհաքաղաքական եւ տնտեսական բարդ փոխազդեցության դասական օրինակ է։ Ամերիկան հասել է զգալի քաղաքական հաջողությունների, սակայն Ադրբեջանի տնտեսական մարտահրավերները եւ մրցակցությունը Թուրքիայի եւ Չինաստանի հետ ստեղծում են անկայունություն եւ անորոշություն հենց այս խաղացողների համար, ինչը չի կարող չազդել մնացած խաղացողների վրա։ Ադրբեջանը պետք է հավասարակշռություն գտնի քաղաքական պարտավորությունների եւ տնտեսական իրողությունների միջև, իսկ Ամերիկան պահպանի ռազմավարական ազդեցությունը միաժամանակ հաշվի առնելով տնտեսական սահմանափակումները եւ այլ խաղացողների տարածաշրջանային շահերը։ Եվ այստեղ իր հերթին խաղի մեջ է մտնում Եվրոպան երկրորդ տրեկով նոր ստատուս քվոն ֆիքսելու համար, ինչը անփորձ քաղաքագետները չեն ընկալում կամ ընկալում են որպես Եվրոմիության ու Ամերիկայի մրցակցություն, իսկ Ադրբեջանի տնտեսական ոլորտի խնդիրները կարելի է դիտարկել որպես ժամանակային առավելություն Հայաստանի համար, ինչով Երևանը հնարավորություն է ստանում ամրապնդել իր դիրքերը, մինչ մնացած խաղացողները զբաղված են իրենց հարցերը լուծելով, եւ Երևանը կարող է զարգացնել սեփական նախագծերը տարածաշրջանում, քանի դեռ Ադրբեջանը լուծում է եղած մարտահրավերները։ Այնպես որ սրա նրա արածներին պիտակներ կպցնելու փոխարեն մենք բոլորս պետք է սևեռվենք մեր հայրենիքը ամրացնելու գործընթացի վրա։ Հիմա որպես եւս մեկ օրինակ բերեմ Թուրքիայի հետ կապված թարմ իրադարձություն, թե ինչպես է Արևմուտքը Էրդողանի Թուրքիային իր տեղը դնում։ Օրինակ թուրքական Քահան կործանիչ ինքնաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Արևմուտքը, մասնավորապես Ամերիկան, օգտագործում ռազմատեխնիկական կախվածությունը Անկարայի նկատմամբ ռազմավարական վերահսկողություն սահմանելու համար։ 5-րդ սերնդի սեփական Քահան կործանիչի ստեղծման Թուրքիայի ավակնոտ ծրագիրը ամբողջությամբ կապված է ամերիկյան F-110 շարժիչների հետ։ Սեփական շարժիչի մշակումը հետ է մնում առնվազն մինչև 32 թվականը, իսկ Էրդողանը չգիտի ինքը կկառավարի մինչև 32 թվականը թե ոչ, ինչը Անկարային առաջիկա տարիներին դնում է կրիտիկական կախվածության մեջ Վաշինգտոնի համաձայնությունից։ Ամերիկան կոնգրեսում արդեն իսկ նախաձեռնել է բանաձև $700 միլիոն արժողությամբ այս շարժիչների վաճառքը արգելափակելու վերաբերյալ։ Ճնշման պատրվակը բացահայտորեն անվանվում է Թուրքիայի անկախ
արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ՆԱՏՕ-ի այլ անդամների Հունաստանի դեմ ռազմական գործողությունների սպառնալիքները, ինչպես նաև Անկարայի կոշտ դիրքորոշումը Ամերիկայի Մերձավոր Արևելյան գլխավոր գործընկերոջ Իսրայելի նկատմամբ։ Հիմա ձեռքով եմ անում Երևանում նստած այն սիրողական մակարդակի վերլուծաբաններին, ովքեր ասում էին, որ Ամերիկան կնախընտրի Թուրքիան Իսրայելին։ Ամերիկան քրիտիկական բաղադրիչների մատակարարումը օգտագործում է որպես խրախուսման եւ պատժի գործիք։ Մեր լսարանը լավ հիշում է, թե Թուրքիայի կողմից ռուսական S-400 հոբ համակարգերի գնումը ինչպես հանգեցրեց զենքի խիստ էմբարգոյի Անկարայի նկատմամբ։ Ընդառաջ քայլերը, օրինակ 24 թվականին F-16-երի գործարքի հաստատումը տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ Անկարան զիջումների է գնում Արևմուտքին։ Թուրքիայի կողմից չափից ավելի աշխարհաքաղաքական ինքնուրույնության ցուցաբերելու ցանկացած փորձ անմիջապես կասեցվում է նրա առանցքային ռազմական ծրագրերի սառեցման սպառնալիքով։ Իսկ այս ֆոնին, ինչպես եւ թրիփի օրինակով, երկրորդ տրեկով միշտ հանդես է գալիս Եվրոպան, որն ունի իր հարաբերությունները Թուրքիայի հետ նույն սկզբունքով՝ բարեկամիդ մոտ պահիր, թշնամուտ ավելի մոտ։ Ինձ թվում է հանգստյան օրերը լավ տրամադրությամբ անցկացնելու բավականին բաներ պարունակում մեր այսօրվա եթերը, շատ չերկարացնեմ, այսօրվա համար այսքանը, անչափ շնորհակալ եմ ձեր ջերմ մթնոլորտի եւ ակտիվության համար, մինչեւ անջատելը նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածումների մասին, ով դա դեռ չի հասցրել անել եթերի ընթացքում, կհանդիպենք Կիրակի կամ Անալիտիկա կամ Հակոբյան լայվ ալիքում, մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք ձեզ։